Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Իսրայելին։ Կասետային մարտագլխիկների բեկորներն ընկել են Շֆարամ քաղաքում, վնասելով բնակելի շենքեր։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Բեկորներն այս տան պարսպին մեծ անցք են բացել, կոտրել են կայանված մեքենայի դիմապակին։ Մեր հարևաններից 10-ը վիրավոր են։ Հիվանդանոցում են, դեռ լուր չունենք նրանց վիճակի մասին։ Հույս ունենք շուտով կապահովվեն։ Կեսգիշերին որոտացած ուժեղ պայթյուններից տեղացիները ցնցված են։ Տանն էինք, կեսգիշեր էր։ Տագնապի ազդանշանները միացան ու անմիջապես պայթյունի ձայն լսվեց։ Զգացինք, որ մեր թաղամասում են ընկել բեկորները։ Նայեք ինչ է պատահել, մեքենաները, տները, պատուհանները։ Իսրայելական հրթիռները նաև Հայֆային են հարվածել։ Բազանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Իսրայելի էներգետիկայի նախարարը վստահեցրել է հրեաներին, վտանգավոր նյութերի արտանետման վտանգ չկա։ Միայն էլեկտրամատակարարման լարեր են վնասվել, որոշ թաղամասերում լույս չկա։ Հայֆա շրջանի Կիրիաթ Աթա քաղաքն էլ է կրակի տակ եղել։ Քաղաքի մանկապարտեզի բակում մեծ փոս է բացվել։ Այստեղից կասետային զենքի բեկորներ են հայտնաբերվել, ըստ պաշտոնական Թել Ավիվի։ Հզբոլլահն էլ Իսրայելի հյուսիսային բնակավայրերն է հրթիռակոծության տակ պահել։ Կիրիաթ Շմոնա քաղաքում 4 վիրավոր կա։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։